Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք սեպտեմբերի 26-ը։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի հուղարկավորության օրը ձերբակալվել է նրա սպանության համար կասկածյալը Նարեկ Օհանյան։ Քրեական ոստիկանության պետը հայտարարել է, որ սպանությունը կապված է միջանձնային հարաբերությունների հետ։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նախորդին նա Կրեմլում էր, Պուտինի հետ քննարկում էր Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման հեռանկարը։ Ազգային ժողովում բաց լսումներ են վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը քննարկելու համար։ Ընդդիմադիր գործիչները եկել էին պրոցեսի մասին իրենց տեսակետն ու տեսլականը հայտնելու։ Նախաձեռնության աջակիցների մի խումբ էլ հավաքվել էր խորհրդարանի առջև։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ շուտով շրջանառության մեջ է դրվելու մի նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի եւ խոնարհումի օր։ Բացատրությունն այն է, որ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգվի բոլոր ժամանակների պատերազմներում հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը։ Լեհաստանը կոչով դիմել է իր քաղաքացիներին խստորեն հորդորելով ձեռնպահ մնալ Բելարուս այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին հնարավորինս սեղմ ժամկետներում լքել այդ երկրի տարածքը։ Որոշումը ըստ Լեհաստանի կառավարության պայմանավորված է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կտրուկ վատթարացմամբ։ Մահացել է հայտնի կինոռեժիսոր հեռուստառադիո հաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնում է նրա կինը, Ռոսիա Սեգոդնիա մեդիա խմբի եւ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Քեոսայանն այս տարվա հունվարից կոմայի մեջ էր։ Թրամփը ստորագրել է TikTok-ի գործարքի մասին հրամանագիր։ Սոցիալական ցանցը անցնում է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Գործարքի արժեքը $50 միլիարդ է։ Հրաժեշտի ասուլիսում մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպան Մեհդի Սոփանին հայտարարել է, որ էլեկտրահաղորդման նոր գծերի շահագործումից հետո Հայաստանից հոսանքի արտահանումն Իրան կեռապատկվի։ Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է եւ ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել, շեշտել է դեսպան Սոփանին։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։